Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ես Արտուր Ֆարմանյանն եմ, Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցության ղեկավարը։ Սիրելի բարեկամներ, ինչպես գիտեք, այս վերջերս Հայաստան էր ժամանել Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ պարոն Վենսը։ ԿՊԱ-ականները խառնվեցին իրար, քանի որ խոսակցության մեջ հնչեց դոլարների մասին խոսակցություն։ Դե բնական է, իրենք ուզեցան այս ամենը օգտագործեն իրենց քարոզ արշավի մեջ, որը իրենց չհաջողվեց։ Ինչի համար եմ այդ ամենը ասում։ Դեռ Վենսը չէր ավարտել իրեն խոսքը, եթեր է մտնում Վահագն Ալեքսանյանը։ Եվ ինչ էր ուզում անել Վահագն Ալեքսանյանը, խնդրեմ դիտենք այս տեսա հոլովակը, այնուհետև ես կանդրադառնամ եւ կարձագանքեմ իհարկե Վահագն Ալեքսանյանին եւ կմեկնաբանեմ։ Դուք ինքներդ արեք ձեր եզրակացությունները, ապա դիտենք։ Ամերիկայի փոխնախագահ J.D. Վենսի այցը Հայաստանի Հանրապետություն պատմական է, հիրավի պատմական է, ու եթե նույնիսկ դուք էլ ինպես ժամերով այսօր Երևանյան խցանումներում եք անցկացրել, միևնույն է, սա չի չեղարկում այս ամեն ինչի պատմականությունը, ու սա նույնիսկ հետագայում պատմելու բան կունենաք, թե ինչ առիթով եք ժամեր անցկացրել խցանումներում, ինչևէ Ինչ պարզվեց J.D. Վենսի այցի շրջանակներում։ Հայաստանի Հանրապետությունը Ամերիկայի Միացյալ Նահանգներից կգնի $11 միլիոն VBET հետախուզական ԱԹՍ-ներ, ամերիկյան արտադրության ԱԹՍ-ներ։ Ամերիկայի Միացյալ Նահանգները սկզբնական փուլում $5 միլիարդ, իսկ հետո էլ $4 միլիարդ կներդնի Հայաստանի միջուկային սեկտորում։ Ամերիկայի Միացյալ Նահանգները Հայաստանին կփոխանցի Nvidia ընկերության արտադրած ամենագերհզոր չիպերը, որոնց մասին երազում են տասնյակ, եթե ոչ հարյուրավոր պետություններ։ Հայաստանում կգործարկվի արհեստական բանականության հետ գործարան կամ տվյալների բազա կոչվածը էլի հարյուրավոր միլիոն դոլարների մասին է խոսքը այստեղ ընթանում։ Թրիփ նախագծի մասին ու դրա ներդրման ծավալների մասին դեռ հստակ թիվ չկա, բայց բնականաբար սա էլ չափազանց մեծ թիվ է լինելու։ Ու ամենակարևորը, Հայաստանն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները գործակցում են խաղաղության եւ բարգավաճման շուրջ։ Ու մեր կողմից այս ամեն ինչը առաջնորդում է Հայաստանի Հանրապետության վարչապետը ու Հայաստանի Հանրապետության կառավարությունը։ Կիսվեք տեսանյութով։ Վահագն Ալեքսանյան, ես ինչ էիք ուզում սղսնեիք, Վահագն Ալեքսանյան, ժողովուրդ ջան, չնայած խթանումների, բայց տեսեք, դուք ավելի լավ նորություններ մի ասեք։ Ձեր սավ նորությունները, որը որ դուք ասում եք Վահագն Ալեքսանյան, դա տխուր նորություններ են դառնում ի վերջո։ Մի ասեք, էլի գոնե լավ նորությունը մի ասեք։ Բայց ոնց եղավ Վահագն Ալեքսանյան, որ 5 միլիարդ 1, 4 միլիարդ 1, ընդհանուր 9 միլիարդ դոլարը պետք է վճարի Հայաստանի Հանրապետությունը այդ սարքավորումները առնելու եւ սարքելու համար։ Այդ ոնց եղավ Վահագն Ալեքսանյան։ Հիմա որ դուք նայում եք այս տեսա հոլովակը ձեր իսկ ձայնագրած, դուք չեք ամանչում Վահագն Ալեքսանյան։ Ժողովուրդ ջան, ուրեմն տեսեք ինչ են անում, իրենք մտածեցին, դե բնական է, Վենսի գալը իրանք օգտագործում են իրենց քարոզ արշավի մեջ, բաց, sense բան չի եղել, առաջի անգամ պատմության մեջ եկել է, ով է եկել որ, հա, եկել է նախագահի տեղակալ Վենսը եկել է Ամերիկա, ինչ է եղել որ։ Բա պետությունը մեկը մեկի մոտ պիտի եթան, եթե ինչ որ մի հարցեր կան։ Բայց դուք էսին ես ներկայացրեցիք, ոնց որ Իսուս Քրիստոսն էր, որին դուք չեք հավատում իջել գետին։ Էս ինչ եք անում, էս ինչ եք ուզում սղսնեք, հետո է վերջում, իմիջիալոց սիրելի հայրենակիցներ, ես նույն օրը լավ չտիրապետելով անգլերենին, ի տարբերություն իրանց, ես չեմ խոսում անգլերեն, ինչի համար, քանի որ լավ չեմ խոսում, պետք չի որ խոսամ, ռուսերենին տիրապետում եմ շատ լավ, եւ կարողանում եմ իմ մտքերը լիարժեք արտահայտել։ Իսկ սրանք բառերը չհասկանալով խոսում են, դե խոսում են, ոչինչ, էդ էլ ոչինչ։ Հիմա տեսեք, ինչ է ասում պարոն Վենսը, տեսեք։
Ամերիկյան 9 միլիարդի պատմությունը պարզվեց, որ ամենևին նվերջ չէր։ Այն վերաբերում էր ոչ թե Միացյալ Նահանգների օգնությանը Հայաստանին, այլ այն գումարին, որը Հայաստան ինքը պետք է ծախսի ամերիկյան նախագծի հիման վրա ատոմակայան կառուցելու վրա։ Իշխանությունները սա ներկայացնում են որպես հաջողություն, բայց իրականում դրանք նոր խոշոր վարկ եւ երկարաժամկետ պարտավորություններ էին։ Միևնույն ժամանակ, դեռևս պարզ չէ, թե ինչպիսի ատոմակայան են նրանք նախատեսում կառուցել։ Գումարը չափազանց մեծ է մոդուլային կայանի համար, մինչդեռ բավարար չէ լիարժեք կայանի համար։ Ի վերջո երկիրը միլիարդավոր դոլարների ռիսկ էր ստանձնում իր քաղաքական իմիջի համար առանց հստակ պայմանների կամ թափանցիկ հաշվարկների։ Միացեք մեզ այստեղ եւ կիմանաք այն, ինչ ուրիշները չեն ասում։ Չալարեցի, գիտեք, չալարեցի ու բռնեցի ու լսեցի, թե ինչ է իրականում բնօրինակում ասել J.D. Vance-ը։ J.D. Vance-ը ասել է, որ 12 միլիոն դոլարով Հայաստանը գնել է անօթաչու թոչող սարքեր, որոնք սաղս էլ հասկանում ենք, որ նույն ճակատագիրն են ունենալու ինչ որ ռուսական սուղերը, այսինքն մետալալում են դառնալու, եւ ըստ էության դա ընդհանրապես վճար էր իր այցի համար։ Դե այդ մարտելո չի գալու ասի, դե գիտեք ինչ կա 12 միլիոն փող տվե եկել եմ ձեր նախընտրական քարոզարշավին մասնակցելու համար։ Պետք է ինչ որ տենց հայտարարություն աներ, այդ թվում նաեւ իր շեֆին զեկուցելու համար ու որոշել է ասի, որ Հայաստանը պարտավորություն է ստանձնել 9 միլիարդ դոլար փող տա Ամերիկային, որպեսզի Ամերիկան Հայաստանում դնի մոդուլային ատոմակայան։ Հիմա պրակտիկան ցույց է տալի, որ սա եւս մի աշխարհացունց ծրագիր է, որը մոռացվելու է մի շաբաթ հետո։ Սրանում կարանք վստահ լինենք։ Ու նույնիսկ չխորանանք թվաբանության մեջ, համեմատության համար ասեմ, որ ներկայիս ատոմակայանի էլեկտրոէներգիայի ինքնաժեկը 14 դրամ է, եթե 9 միլիարդով նույն հզորությամբ ատոմակայան սարքվի, սակակինը դառնալու է մոտ 160 դրամ։ Բայց ելի եմ ասում, դա չի լինելու, որովհետև Հայաստանը դրա փողը չունի ու Հայաստանին ոչ մեկ այդ փողը չի տալու։ Այստեղ խնդիրը այն է, որ ընդամենը 12 միլիոն դոլարով փոխնախագահ է եկել Հայաստան, որպեսզի Նիկոլը իր քարոզչության մեջ դա օգտագործի գալիք ընտրությունների շեմին։ Ոստեղ ես բռնացրեցի ինձ հերթական անգամ այն մտքի վրա, որ Նիկոլենց գլխավոր զենքը իրանց աներեսությունն է։ Ինչ տիպի աներես էժան մարդ պետք է լինես, որ բռնես ուղակի սխալ թարգմանես Ամերիկայի փոխնախագահի խոսքերը եւ այդ սխալ թարգմանված ինֆորմացիան տարածես այն հույսով, որով այդ կուտը կուտի։ Այսինքն ըստ էության ժողովրդին էշի տեղ ես դնում, իսկ երբ որ ձեր դեմքին թքեն ասեն սուտ եք ասեք անձրևա գալի։ Ինչ ասեմ, մալադեց։ Իմիջիալոս եւս մի հետաքրքիր դրվագել էր եղել։ Թրիպի վերաբերյալ հարցին պատասխանելուց J.D. Vance-ը ասաց, որ դրա ֆինանսավորումը տեղի է ունենալու տարածաշրջանային գործընկերների հաշվին։ Հիմա մոտ հարց առաջանեմ. ովքեր են այս տարածաշրջանում Ամերիկայի գործընկերները։ Իրանի Իսլամական Հանրապետությունն է դա։ Ռուսաստանը։ Վրաստանը։ Ո՞վ է այդ գործընկերը։ Այս ելույթը, երբ որ ես նայեցի, ես չիմանալով, ես նորից եմ կրկնում, ես 100%-ից չեմ տիրապետում անգլերեն լեզվին, բայց ես հասկանում եմ, այսինքն եթե մարդը խոսում է, հասկանում եմ ինչի մասին է խոսում։ Երբ որ ես լսեցի, ես ասեցի, որ թարգմանությունը սխալ է, բայց քանի որ թարգմանում էին առաջին ալիքով, ես մտածեցի, ոնց կարան նման վրիպում թույլ տան ԿՊԱ-ականները։ Տեսնում եք, ինչ մեծ կարծիք ունեմ ձեր մասին, Վահագն Ալեքսանյան, ու հետո որ ասենք հելավ էս ամեն ինչը ջրի երես, ոչ միայն ես նույն օրն էի գրառում արել Facebook-յան էջում, կարող եք սիրելի հայրենակիցներ տեսնել ամսաթվով, ժամով, երբ եմ ես գրել, որ սխալ թարգմանություն է, բայց հետո մտածեցի միգուցե ես եմ սխալ, բայց դուրս եկա, որ ես ճիշտ էի, նրանք էին սխալ։ Վահագն Ալեքսանյան, ուզեցաք գցեիք ամերիկացիների ջեբը, մեկով տակը մանր տառերով գրում են դա թարգմանություն է եղել Ամերիկայի կողմից, մենք չենք իմացել։ Հիմա ձեզ հարց եմ տալի, Վահագն Ալեքսանյան, այդ փաստաթղթերը, որ դուք ստորագրում եք, դուք էլ անգլերեն չգիտեք, ինչ եք ստորագրում։ Թե իրանք ինչ կազմում են, դուք քեռը կոպալ ստորագրում եք, Վահագն Ալեքսանյան։ Կարող է պատահի սուրպրիզ լինի, Վահագն Ալեքսանյան, վաղը մենք չունենք Հայաստանի Հանրապետություն, նա վաճառված է, քանի որ դուք չգիտեիք ինչ է գրված այդ փաստաթղթերում, Վահագն Ալեքսանյան։
Ստորագրել եք, ասեք ին մենք ինչ անենք, ամերիկացիները կազմել էին, խաբեցին ամերիկացիները, այս ինչ վատ բան արեցին, հա Վագն Ալեքսյան, կարա լինի։ Ես օրինակ հավատում եմ, որ ձեր կողմից, ես ձեզնից ամեն ինչ եմ հավատում, Վագն Ալեքսյան, ոչ թե միայն ձեզնից, այլ ձեր ընդհանուր կառավարությունից, ձեր ԿՊԱ-ներից, դուք ընդունակ եք ամեն ինչի։ Դա լավ է թե վատ է, մտածեք ինքներդ։ Ուրեմն տեսեք, սիրելի բարեկամներ, ինչ են անում։ 9 միլիարդ ուզում են սղացնեն, որ ժողովուրդ ասեր, բա տեսեք, եկավ փոխնախագահան, 9 միլիարդը հեսա գալիս է, Հայաստանում աշխատատեղեր, ամեն ինչ, всё, շոկոլադի մեջ ենք։ Բայց արի մի տես 9 միլիարդ տալու ենք մենք, բայց ինչի համար ենք տալու, չգիտեմ։ Անկեղծ եմ ասում, չգիտեմ, քանի որ այդ ինչ որ իրանք ուզում են առնեն 9 միլիարդ դոլարով եւ 9 միլիարդը փաթեն նորից ժողովրդի վզին, դա Հայաստանի Հանրապետությանը իմ տեսանկյունից պետք չի։ Անկամ դեռ շուտ չի։ Ընդհանրապես պետք չի, քիչ հետո ես կտեղադրեմ մի տեսա հոլովակ, միասին կդիտենք, դուք ինքներդ կտեսեք, չի խոսում Արթուր Ֆարմանյանը, չեն խոսում վատ կոմունիստները, այլ խոսում է մասնագետը։ Սիրելի բարեկամներ, հիմա ինչ եմ ուզում ասեմ, տեսեք ինչ է անում Նիկոլ Փաշինյանը իրեն կառավարության հետ։ Մի սելֆի անելու համար Դոնալդ Թրամփի հետ նա տվեց Զանգեզուրի միջանցքը։ Երկրորդ սելֆի անելու համար Դոնալդ Թրամփի հետ խաղաղության պայմանագրի համար Հայաստանի Հանրապետությունը անդամակցության համար պետք է վճարի 1 միլիարդ դոլար։ Հիմա էլ պարոն Վենսը որ եկավ 12 միլիոն դոլարով իրենք առնում են ATS-ներ վիրտուալ։ Մի հատ բերեց այն Սուրեն Պապիկյանը ցույց տվեց, բա սենց բան ենք առնելու, սա խրճված նայում է Նիկոլ Փաշինյանը բաց բերանը, լսում է թե Վենսը ինչ ասում։ Ուրեմն հիշեք, սիրելի բարեկամներ, սիրելի հայրենակիցներ, իմ հզոր հայ ազգ, Ամերիկայի Միացյալ Նահանգները, ջհուդները, ինչը որ նույնն են, կյանքում հենց հենց ոչ մեկի գումար փող չեն տալիս։ Կուլտուրական եմ ուզում արտահայտել, վերջը վերջով կուսակցության ղեկավար եմ, բայց իրենք փողի գոմոսեքսուալիստներ են, հասկանում եք, իրենք առանց փողի ոչ մի բան չեն անում, քանի որ փողը իրենց աստվածն է։ Այ եթե վաճառվի Հայաստանի Հանրապետությունը էժան գնով, նրանք կառնեն, որը արել են իմիջիայլոց, իդեպ պատմության մեջ Ռուսաստանից իրենք կոպեկներով առել են Ալյասկեն։ Ալյասկեն, ովքեր չգիտի, ասեմ, ժամանակին եղել է Ռուսաստանի կայսերության տակ, Ռուսաստանի կայսերության մեջ, բայց այդ մարդիկ միջոցներ գտան, այն ժամանակվա Նիկոլայն է եղել միջայլոց, կարծեմ, այն էլ էր Նիկոլ, հեշտ ու հանգիստ դրեց ծախեց, որի համար այսօր զղջում է ողջ ռուս ազգը։ Հիմա տեսեք հաջորդը, խոսում են ռազմական համագործակցության մասին, Նիկոլ Փաշինյան, ինքնաթիռը Վենսի չիջած Բաքու, արդեն ստորագրվում էր այդ թղթերը, տեսնում եք մարդիկ ոնց են ստորագրում, իսկ այստեղ Վենսը ասում է հետևյալը, ասում է հնարավոր է համագործակցություն, այնտեղ ստորագրում են, սիրելի հայրենակիցներ, արդեն ստորագրել են, իսկ տեղ հնարավոր է, այդ Վենսին բերեցիք ինչ անեիք, սելֆի անեիք, հա, թե քարոզ արշավը մի քիչ ճոխացնեիք, Պարոն Վենսը իր տիկնոջ հետ, որի համար անչափ շնորհակալ եմ որպես Հայաստանի քաղաքացի, որպես ազգությամբ հայ, որպես կուսակցության ղեկավար, որպես քաղաքական գործիչ, պարոն Վենսին եւ իրեն տիկնոջից, այն բանի համար, որ այցելեցին մեր սրբավայր Ծիծեռնակաբերդ։ Բայց երկու բայց ունեմ այս հարցով։ Առաջի բայցը հետեւյալն է։ Տեսնենք այս տեսահոլովակը։
Reuters-ը ջնջել է X սոցիալական ցանցում իր հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելության մասին գրառումը, որտեղ 2 անգամ հիշատակվում էր հայոց ցեղասպանությունը։ Գրառումը մի քանի ժամ է մնացել, իսկ հետո ջնջվել։ Ավելի ուշ Վենսի մամուլի քարտուղարը ուղղակի տեղեկատվություն է հրապարակել նրա ծիծեռնակաբերդ այցելության մասին։ Այս գործողության պատճառը անհայտ է, այն հավանաբար արվել է վերևից տրված հրամանով։ Տեսակ սիրելի հայրենակիցներ, գրառում էր Արե պարոն Վեսը իրեն զգացմունքների մասին այցելելով Ծիծեռնակաբերդ։ Եվ քիչ անց նա այդ ամենը ջնջում է։ Նիկոլ Փաշինյան, դուք եք խնդրել, որ ջնջեր պարոն Վեսը, Էրդոգան ձյաձյան նեղացել էր, թե ջղայնացել էր։ Վագն Ալեքսանյան, կլիզմայից եք վախենում Էրդոգանից եւ Ալիևից։ Ինչու կառավարությունից ոչ մեկը չէի գնացել։ Ծաղիկի փող չունեիք Վագն Ալեքսանյան, թե ցանկություն չունեք, պարոնայի եւ տիկնայք ԿՊԱ-կաներ, ինչու ոչ մեկը չէի գնացել Ծիծեռնակաբերդ։ Այստեղ էլ հոմ սրբազանը չկար, այստեղ հոմ վերապարը չկար։ Սա մեր 1.5 միլիոն կոտորված ամեղ զոհերի հիշատակի համար է Ծիծեռնակաբերդը։ Եթե մոռացել եք հիշացնեմ, ինչու չէի գնացել։ Եթե ծաղիկի փող չունեք, պարոնայք եւ տիկնայք ԿՊԱ-կաներ, ապա Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցությունը, երբ որ կուզենաք այցելեք Ծիծեռնակաբերդ, մենք ձեզ կապահովենք ծաղիկներով, մենակ գնացեք, հիշեք մեր ամեղ նահատակներին։ Բայց ես մտածում եմ, որ դուք ցանկություն չունեք, քանի որ ովքեր են այնտեղ պարկած, ում հիշատակն է, դա ձեզ հետ ընդհանրապես կապ չունի, որի համար դուք բարձրաձայնել եք։ Չորրորդը, սիրելի հայրենակիցներ, փոխնախագահ Վենսը չի այցելում Էջմիածին, չի հանդիպում մեր ամենայն հայոց կաթոլիկոսի հետ, որը որ իմ համար մեղմ ասած տարօրինակ է։ Նիկոլ Փաշինյան, դուք եք խնդրել, որ նա չգնար, թե ով էր խնդրել։ Նիկոլ Փաշինյան, դուք գիտեք, մենք բոլորս մի օր ծնվել ենք, մի օր մահանալու ենք, թողնելու ենք այս աշխարհը։ Իսկ եկեղեցին, հայոց առաքելական եկեղեցին կանգուն է մնալու հավերժ։ Նա եղել է մինչև մենք լինելը եւ կլինի մեզանից հետո, դարերով։ Բայց այս կեղտոտությունը, որը որ անում եք դուք ձեր կուսակցությունով, ձեր կառավարությունով, մի հատ մեծ սև բիզ է մնալու պատմության մեջ, հայոց պատմության մեջ, որի համար ինչ որտեղ մեր ծոռները, մեր ծոռի ծոռները պատմության էջերը թերթելով ամանչելու են։ Մի արեք նման բաներ, Նիկոլ Փաշինյան։ Իսկ ես ասեմ դուք ինչու եք անում այս ամենը, որովհետև դուք խփված օդաչու եք արդեն, ԿՊԱ-կանները նկատի ունեմ։ Դուք կրակած փամփուշտ եք, ԿՊԱ-կանները նկատի ունեմ։ Ինչպես կասեր տատիկս, դուք արդեն մարած աբլիկացի եք։ Եվ դուք այն միսիան, որը դրած է ձեր վրա, ձեր իսկ տերերով, դուք ուզում եք ամեն ինչը հասցնեք ավարտին մինչև ընտրությունները, քանի որ դուք չեք վերարտադրվելու Նիկոլ Փաշինյան, իսկ ձեր խոստումները ուզում եք կատարած լինեք։ Էդ էլ, ինչպես ասում են, մեր հայի բախտից, ինչը կհասցնեք, ինչը չեք հասցնի։ Ժողովուրդ ջան, իսկ հիմա ուզում եմ ձեզ ցույց տամ այն տեսահոլովակը, ինչը ատոմնի կայանի մասին խոսքը, որ խոստացած ես հաղորդման սկզբում, տեղադրել, որպեսզի մասնագետը բացատրի, թե ինչ են ուզում անեն սրանք եւ ինչ հետևանքներ կունենա այդ ամենը, եթե սրանք անեն։ Քանի որ մասնագետը մանրակրկիտ բացատրում է հետևանքների մասին, պետք է մեզ մոդուլայինը, պետք չի ինչի համար, ես չեմ հասկանում, անկեղծ եմ ասում, այդ ատոմնի կայաններից չեմ հասկանում, բայց ես գիտեմ մի բան, որ Ռուսաստանի ատոմնի էներգետիկան դա լավագույնն է աշխարհում։ Իսկ խորհրդային միությանը առավել եւս, որը որ մենք ունենք, ի շնորհիվ Հայաստանի Հանրապետության կոմունիստների։ Հիմա տեսնենք այս տեսահոլովակը, այնուհետև շարունակենք։
Միացյալ Նահանգների փոխնախագահի այցին զուգահեռ շատ ակտիվացան խոսակցությունները միջուկային էներգիայի հետ կապված եւ մասնավորապես մոդուլային ատոմակայան կառուցելու մասին։ Խնդրում եմ ներկայացրեք, դա ինչքանով է այս պահին Հայաստանին ձեռնտու եւ արդյոք ընդհանրապես փորձարկում կա նման ատոմակայանների աշխարհում, Հայաստանի համար դա ինչ է նշանակում, ռիսկեր կան, թե իսկապես հօգուտ է լինելու մեր երկրին էներգետիկ համակարգին։ Այս պայդրությամբ աշխարհում գործում է ընդամենը 2 մոդուլային փոքր հզորության ռեակտոր, մեկը Ռուսաստանի Դաշնությունում, ակադեմիկոս Լոմոնոսով այդ հայտնի սառցահատ նավի վրա, երկրորդը Չինաստանում, որը ընդամենը վերջերս հանձնվեց շահագործման։ Այսինքն մեծ հաշվով մենք գործ ունենք էքսպերիմենտալ բնույթի ուրեմն ուղղվածության հետ եւ վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետության համար սա նպատակահարմար չի մի քանի ուղղություններով։ Առաջինը, նախ դրանք փորձարկված տեխնոլոգիաներ չեն, կամ եթե փորձարկված են, ապա խիստ լոկալ պայմաններում դրանք չեն անցել դեռևս միջազգային սերտիֆիկացում եւ այլն, սա առաջինը։ Երկրորդը, երբ մենք նայում ենք մոդուլային ռեակտորների զարգացման միտում ունեցող երկրներին, ապա որպես կանոն տեսնում ենք, որ դրանք հիմնականում մեծ էներգետիկ համակարգեր ունեցող երկրներն են, որոնք առավելապես դիտարկում են մոդուլային ռեակտորները որպես ռեզերվային միջոցներ։ Խոսքը Միացյալ Նահանգների մասին, Ռուսաստանի Դաշնության մասին, որտեղ կան դժվար հասանելի բնակավայրեր կամ արդյունաբերական տնտեսական նշանակության հատվածներ, որտեղ անհրաժեշտ է նման մոդուլային լուծումներ տալ Չինաստան, Հնդկաստանում վերջերս սկսել են խոսել այս ուղղության մասին եւ այլն, բայց բոլոր այս երկրներում, որտեղ խոսք է գնում մոդուլային ռեակտորների զարգացման, կառուցման եւ հետագա զարգացման մասին, հիմնականում մենք այնտեղ տեսնում ենք մի համակարգ, որում առանցքային կամ առաջատար տեղ են զբաղեցնում արդեն կոնվենցիոնալ, այսինքն ավանդական հզորությունների ատոմակայանները։ Սա երկրորդ, Հայաստանը չունի այդ խնդիրը ռեզերվային կայան ունենալու եւ հաշվի առնելով, որ մեր երկրի մեծ մասը էլեկտրիֆիկացված է, մենք չունենք դժվար հասանելի ինչ-որ տարածքներ, չունենք արդյունաբերական ինչ-որ առանձին կենտրոններ, որտեղ անհրաժեշտ է այդպիսի լրացուցիչ, ուրեմն արտադրական հզորություններ ձևավորել։ Սա երկրորդն։ Երրորդ, երբ մենք հրաժարվում ենք մեծ ավանդական միջուկային էներգետիկայից ի օգուտ փոքր մոդուլային կայանների, ապա մենք կորցնում ենք նաև հնարավորություն էլեկտրաէներգիա արտահանելու։ Հիմա տեսեք, Հայաստանի Հանրապետության կառավարությունը արտահանող երկրի դառնում ենք կարող ենք դրա պոտենցիալը բավականին մեծ է եւ ես այստեղ ուզում եմ զուգահեռ անցկացնել այն հայտարարության հետ, որ ընդհանրապես վերջերս արվեց կառավարության կողմից, առայն որ առաջիկայում աշխատանքներ են սկսվելու Հայաստանի եւ Ադրբեջանի էլեկտրաէներգետիկ համակարգերի միացման ուղղությամբ, ճիշտ է, ինչ է նշանակում համակարգերի ուղղություն, նշանակում է փոխադարձ հոսքեր, եթե դու չունես մեծ հզորության օբյեկտներ, արտադրական հզորություններ, իսկ դրան զուգահեռ տեսնում ես, թե ինչպես Ադրբեջանը դինամիկորեն այդ հզորությունները զարգացնում է, ընդամենը ամիսներ առաջ Ադրբեջանը շահագործման հանձնեց շուրջ 1300 մեգավատը գերազանցող նոր ջերմաէլեկտրակայան, այսինքն Ադրբեջանը այսօր դիրքավորվում է իր էներգետիկ արտաքին ռազմավարության մեջ ոչ միայն որպես նավթի եւ գազի արտահանող, այլ նաեւ փորձում է կայանալ որպես էլեկտրաէներգիա արտահանող երկիր։ Եվ այս ստեղծված կոնֆիգուրացիան հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ Հայաստանի էլեկտրաէներգետիկ շուկան 22 թվականի փետրվարից ազատականացված է նաև արտաքին էլեկտրաէներգետիկ առևտուրը, մեծ հզորության ավանդական ատոմակայանի բացակայությունը, որը ապահովում է կայուն գեներացում, հետևաբար նաև հնարավորություն ստեղծում արտահանելու համար, Հայաստանը այդ պայմաններում այո կարող է վերածվել նաև նետո ներկրողի, եւ սա իմ կարծիքով լրջագույն ռազմավարական ռիսկ է։ Սա եւս մեկ փաստարկ ի օգուտ այն ուրեմն դրույթի կամ մոտեցման, որ մոդուլային կայանը, եթե անգամ Հայաստանում կյանքի կոչվի, ապա պետք է դա լինի կամ պետք է տեղի ունենա բացառապես որպես էքսպերիմենտալ բնույթի ինչ-որ մի նախագիծ։ Եդեպ կարող ենք այստեղ զուգահեռ անցկացնել Ուզբեկստանի հետ, որը ընդհանրապես վերջերս որոշում կայացրեց մեկ հարթակում միաժամանակ կառուցել մեծ հզորության ատոմակայան, խոսքը եթե չեմ սխալվում գնում է 1200 մեգավատանոց ռուսական տեխնոլոգիաներով կառուցող ատոմակայանի մասին եւ դրա հարևանությամբ որպես էքսպերիմենտալ նախագիծ մոդուլային կայան, քանի որ ակնհայտ է, որ սա նորարարական մոտեցում է եւ միջուկային էներգետիկա զարգացող երկրները փորձում են
հետ չմնալ այդ տեխնոլոգիայից, բայց որպես հավելյալ կամ ռեզերվային գեներացիոն օբյեկտ։ Փոխարինումը մեծ հզորությունների, մոդուլային հզորություններով իհարկե Հայաստանի համար խիստ խնդրահարույց է եւ տնտեսական եւ գեոտնտեսական առումով արտահանման մասին ես արդեն ասացի եւ ի վերջո Հայաստանը այս սցենարի իրականացման պարագայում կարող է կորցնել այն բարձր կարգավիճակը, որը մենք դեռևս պահպանում ենք որպես երկիր, որը զարգացնում է խաղաղ ատոմ։ Սա վստահեցնում է բավական լուրջ ռազմավարական կարգավիճակ է, որը Հայաստանը ունի որպես տարածաշրջանի միակ երկիր, որը ունի ատոմակայան։ Եվ այն պայմաններում, երբ մեր շուրջը Թուրքիայում, Իրանում, ես չեմ խոսում էլ Մերձավոր Արևելքի, ուրեմն մի շարք երկրների մասին, դինամիկորեն զարգանում է ավանդական միջուկային էներգետիկան, երբ Ադրբեջանը արդեն որոշակի դեռևս հետազոտական աշխատանքները սկսել իր տարածքում ատոմակայանի կառուցման ուղղությամբ, ճիշտ է, դեռևս ինչ-որ պրակտիկ քայլեր չկան, բայց մենք գիտենք, որ 19 թվականից ի վեր Բաքուն այս ուղղությամբ ինտենսիվ քայլեր է ուրեմն ձեռնարկում, հրաժարվել այն մեծ ատոմակայանից, մեծամորի ատոմակայանից դրա փոխարեն կառուցելով մոդուլային կայան, որը էքսպերիմենտալ է, որը ունի փոքր հզորություն, բնականաբար ռիսկոգեն է։ Փոխարինելու բացարձակ այն ատոմակայանի, որ հիմա ունենք ունենք։ Միանշանակ չի կարող դա փոխարինել ոչ իր արտադրական հզորություններով, ոչ ռազմավարական կարգավիճակով, ոչ որպես արտահանմանը նպաստող էլեկտրաէներգիայի կայուն արտահանմանը նպաստող օբյեկտ։ Դες հիմա իշխանությունն ասում է եւս 10 տարով երկարաձգելու աշխատանքներ են իրականացնում։ Կա արդյոք վտանգ ընդհանրապես փակելու ատոմակայանը։ Ես կարծում եմ, որ մեծամորի ատոմակայանի երկրորդ բլոկը, որ այսօր շահագործվում է, ունի բոլոր շանսերը ուրեմն շահագործվելու մինչև 2036 թվական, վերջին տարիներին բավականին ծավալուն մոդեռնիզացիոն աշխատանքներ իրականացվեցին եւ այս տարի եւս սկսվելու են մոդեռնիզացիոն աշխատանքների հերթական փուլը, որ իսկապես թույլ է տալու եւս 10 տարով երկարացնել ատոմակայանի երկրորդ բլոկի կյանքը։ Ես կարծում եմ, այստեղ մենք առանձնապես ռիսկային գոտում չենք գտնվում, եթե իհարկե ինչ-որ ֆորս մաժորային իրավիճակում չհայտնվենք։ Բայց 10 տարի միջուկային էներգետիկայի զարգացման հեռանկանում վստահեցնում եմ դա այդքան էլ մեծ ժամանակաշրջան չէ։ Շատ լավ, հիմա երկարացնում են գործող բլոկի կյանքը 10 տարով, սա նշանակում է, որ արդեն այսօր, իսկ եթե ավելի անկեղծ լինենք 3 արդեն պետք է որոշում կայացնել հստակ նոր ատոմակայանի կառուցման մասին։ Դե իշխանությունները ասում են, ունենք ռազմավարական որոշում մոդուլային կայան կառուցելու վերաբերյալ, բայց այս ուղղությամբ դեռևս որևէ հստակ քայլեր չեն արվում։ Երկրի մասին հստակ չեն ասում, չնայած բոլորս հասկանում են Միացյալ Նահանգներն է առաջարկում եւ հակված են, բայց կոնկրետ չեն ասում։ Չեն ասում, նշում են մի քանի երկիր, նշում են եւ Ռուսաստան, եւ Միացյալ Նահանգներ, Ֆրանսիա, Չինաստան, անգամ Հարավային Կորեա, եթե չեմ սխալվում, ճիշտ է։ Ինչով է սա պայմանավորված քաղաքական, աշխարհաքաղաքական իրողություններով։ Իրականում թեև նշվում է 5 երկիր, հիմնական մրցակցությունը հայկական խաղաղ ատոմի շուրջ ընթանում է երկու գերտերությունների միջև Միացյալ Նահանգներ եւ Ռուսաստանի Դաշնություն։ Ճիշտ է։ Եվ ես կարծում եմ, որ պաշտոնական Երևանը այսօր փորձում է ինչ-որ չափով գուցե հասկանալ, թե ինչ դինամիկա է ստանալու ռուս-ամերիկյան հարաբերությունները առաջիկայում եւ ինչպես են բաշխվելու կամ վերաբաշխվելու ազդեցության գոտիները Հարավային Կովկասում այս երկու գերտերությունների միջև, ըստ այդմ եւ կայացնելու համապատասխան որոշում բլոկի կառուցման վերաբերյալ։ Սա է քաղաքական որոշում է նախ եւ առաջ։ Միջուկային էներգետիկայի ոլորտում կայացվող որոշումները, հատկապես նոր կայանի կայացման մասով, իհարկե աշխարհաքաղաքական բնույթի որոշումներ, եւ սա է պատճառը, որ զուգահեռաբար մենք ստանում ենք փաստացի երկու առաջարկ Ռուսաստանի Դաշնությունից, որը ի դեպ ավանդաբար մեզ առաջարկում էր մեծ հզորության ատոմակայան, ընդհանուր մինչև 1200 մեգավատանոց VVER մոդելի ռեակտոր, այսօր արդեն հասկանալով, որ Հայաստանի Հանրապետությունը ունի ինչպես հայտարարվում է ռազմավարական որոշում, բայց իմ կարծիքով դա դեռևս նախնական որոշում է, որը կարող է որոշակի խմբագրման ենթարկել մոդուլային կայանի կառուցման մասով, ռուսական Ռոսատոմը առաջարկում է նաև Rhythm 200N մոդելի փոքր հզորության ատոմակայանի ուրեմն նախագիծը, խոսքը նույն ռեակտորի մասին է, որը այսօր շահագործվում է վերոնշյալ ակադեմիկոս Լոմոնոսով սառցենավի վրա, այսինքն այն փաստացի այսօր շահագործման մեջ է եւ գործում է բավականին սեյսմիկ առումով ծանր եւ ռիսկային պայմաններում։ Այստեղ ինչը մենք պետք է նաև հաշվի առնենք, երբ զուգահեռներ ենք կասկածնում ռուսական եւ ամերիկյան տեխնոլոգիաների միջև։ Երկու բան փաստ ընդհանրեն ընդգծեմ։ Առաջինը, Ամերիկայի Միացյալ Նահանգները 1979 թվականից ի վեր չեն իրականացրել Միացյալ Նահանգների տարածքում նոր ատոմակայանի կառուցման որևէ նախագիծ։
մոդեռնիզացնել են, ընդլայնել են առանձին համակարգեր եւ ուրեմն գործող կայաններ, բայց նոր նախագիծ նրանք դեռևս կյանքի չեն կոչել։ Երկրորդի տարբերություն Ռուսաստանի Դաշնության, որը արդեն ունի մոդուլային ռեակտոր շահագործման մեջ գտնվող, Ամերիկայի Միացյալ Նահանգներում կառուցվող առաջին մոդուլային ռեակտորը շահագործման է հանձնվել միայն 2031 թվականին։ Այն էլ ինչպես տեսնում ենք, կարգավորող հանձնաժողովի հետ, ռեգուլյատորի հետ ունի բազմաթիվ խնդիրներ կապված էլեկտրաէներգիայի արտադրվող ուրեմն ինքնարժեքի հետ եւ այլն եւ այլն։ Այսինքն սա եւս վկայում է այն մասին, որ ընտրությունն ի օգուտ ամերիկյան մոդելի, որը դեռևս չունի տեխնիկատնտեսական հստակ չափում, եւս ինչ որ առումով տնտեսական արկածախնդրության արգասիք է։ Բոնդացյան, ես իրավիճակում ինչ է կարծում, քանի որ նաև մեր այս ատոմակայանում նաև կադրային բազան գրեթե լրիվ ռուսական կադրերով Ռուսաստանից մեզ օգնում են պարբերաբար նաև, մենք կարող ենք հույս ունենալ, եթե օրինակ Հայաստանի իշխանությունը ամերիկյան տարբերակ ընտրեց, մենք հույս կարող ենք ունենալ, որ մենք ունենանք ճիշտ մասնագետներ, որովհետև ի վերջո մեր բազան միշտ ռուսականի հիմքի վրա է եղել։ Մենք այս առումով եւս ունենք մասնագետներ, կարող ենք այդ ատոմակայանը աշխատեցնել ինքնուրույն։ Վստահաբար ոչ, որովհետև ցանկացած տեսակի ատոմակայանի կառուցման հիմքում պետք է ընկած լինի կադրային եւ գիտական դպրոցները։ Դրանք այն դպրոցներն են, որոնք Հայաստանում գործող, որոնք ամբողջությամբ համընկնում են ռուսաստանյան խորհրդային, հետո նաև հետխորհրդային Ռուսաստանի դպրոցների հետ, այսինքն մենք գտնվում ենք նույն գիտական եւ կադրային հարացույցի շրջանակներում։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, ես կրկնում եմ, մոդուլային ռեակտորների սպասարկման համար ձևավորվող դպրոցը դեռևս նորարարական է, այն չի կայացել։ Անկամ եթե զուգահեռներ ենք անցկացնում մոդուլայինի մասով Ռուսաստանի Դաշնության հետ, այնտեղ արդեն կա ձևավորված որոշակի դպրոց, որովհետև կրկնում եմ, կա շահագործման մեջ գտնվող ռեակտոր։ Եվ եթե Հայաստանի Հանրապետությունը կայացնում է որոշում ամերիկյան մոդելի ռեակտոր կառուցելու, ապա բնականաբար է դա կտևի ոչ թե 10 տարի, այլ շատ ավելի երկար, որովհետև կպահանջվի նաև համապատասխան կադրային համակարգի ձևավորում, որը պետք է սպասարկվի անհրաժեշտ գիտական դպրոցի կողմից, սա հսկայական աշխատանք է, որը ես վստահ չեմ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները պատրաստ են ապահովելու Հայաստանի Հանրապետությանը։ Այսինքն, այստեղ ես կարծում եմ, մենք պետք է գտնվենք բացառապես պրագմատիզմի դաշտում, ճիշտ է, մենք մշտապես խոսում ենք այն մասին, որ միջուկային էներգետիկան դա աշխարհաքաղաքական վեկտորի ընտրության ինդիկատոր է ինչ-որ առումով, եւ մենք տեսնում ենք, որ աշխարհաքաղաքական ուղղվածությունները այսօր Հայաստանի Հանրապետության խմբագրվում են եւ դինամիկորեն այդ գործընթացը տեղի ունենում, բայց միջուկային էներգետիկան դա այն ոլորտն է, որը ենթակա չէ նմանատիպ էքսպերիմենտալ մոտեցումների եւ ես կարծում եմ, որ ելնելով մեր նախ եւ առաջ ազգային անվտանգությունից, հետո տնտեսական եւ էներգետիկ անվտանգությունից մենք պետք է ընտրենք այն մոդելը, որը առավել համապատասխանում է մեր էներգետիկ պրոֆիլին։ Դա ռուսական Ռոսատոմի կողմից առաջարկող տեխնոլոգիաներն են։ Պարոն Դատյան, նաև շատ է քննարկում ձեր նշած այդ էներգետիկ համակարգերի ներդաշնակեցումը Ադրբեջանի եւ տարածաշրջանային երկրների հետ։ Շատերը կարծում են, որ դրանում խնդիր չկա։ Իրականում խնդիր ունենք, թե չունենք այս առումով։ Տեսեք, հենց այստեղ մի քիչ տերմինաբանական առումով շտկում մտցնեմ, հետո պատասխանեմ ձեր հարցին։ Այդ դուք շատ ճիշտ եք ասում ներդաշնակեցում կամ սինխրոնիզացում, բայց իշխանությունները ասում են միացում էլեկտրաէներգետիկ համակարգերի, ճիշտ է։ Իրականում միացնելու համար անհրաժեշտ է ապահովել էլեկտրաէներգետիկ համակարգերի սինխրոնիզացում, որը չափազանց բարդ գործընթաց է։ Այո, Խորհրդային Միության տարիներին 1960-ական թվականներից ի վեր գործել է Объединенная электроэнергетические сети Закавказья համակարգը, Անդրկովկասի միացված ուրեմն էլեկտրաէներգետիկ համակարգը, որտեղ Հայաստանը զբաղեցրել է հատկապես ԱԵԿ-ի շահագործման հանձնումից ի վեր բավականին կարևոր դիրքավորում եւ հատկապես Հայաստանում արտադրված էլեկտրաէներգիան արտահանվում էր Նախիջևանի ուղղությամբ։ Խորհրդային փորձը բնականաբար կար, հետո բնականաբար Խորհրդային միության փլուզումից ի վեր տեղի ունեցավ դեզինտեգրում եւ այսօր միացնելու համար այդ էլեկտրաէներգետիկ համակարգերը մենք պետք է դիտարկենք հարցը ոչ այնքան տեխնիկական տեսանկյունից, որովհետեւ տեխնիկապես այո դա հնարավոր է ապահովել, թեև ինչպես արդեն ասացի, բավականին բարդ գործընթաց է։ Պետք է դիտարկենք հարցը արդեն տնտեսական տեսանկյունից, որովհետեւ ես արդեն ասացի, որ միացման նպատակը պետք է լինի էլեկտրաէներգետիկ փոխադարձ հոսքերի ապահովումը։
Արդյոք այսօր Ադրբեջանը, որը դինամիկորեն զարգացնում է էլեկտրաէներգետիկ գեներացիան, այդ թվում կանաչ գեներացիան, պատրաստ է Հայաստանի հետ էլեկտրաէներգիայով փոխանակվել, պարզ ասած Հայաստանից էլեկտրաէներգիա ներկրել։ Իհարկե ոչ։ Խոսում է այն մասին, որ Հայաստանը կարող է Ադրբեջանի էլեկտրաէներգետիկ համակարգով դուրս գալ երրորդ շուկաներ։ Այդ որտեղ։ Եկեք պարզապես քարտեզ ուսումնասիրենք, Կենտրոնական Ասիա։ Ես կարծում եմ գուցե սվոփային տարբերակով դա հնարավոր է, բայց արդեն ինքնարժեքի տեսանկյունից էլեկտրաէներգիա մատակարարման ինքնարժեքը այստեղ բավականին բարձր կլինի եւ մրցունակության առումով մենք կզիջենք դեպի Իրան, շատ լավ, եթե Իրանն է մեր առաջնահերթությունը, թեև ես արդեն վստահ չեմ դրանում, մենք ունենք արդեն գործող բարձրավոլցանց եւ ինչն ամենակարևորն է, երրորդ օդային գիծը, որը Իրանի հետ տարիներ շարունակ մենք կառուցում ենք, այդպես էլ չեն կարողանում ավարտի հասցնել, մինչդեռ դա այն նախագիծն է, որը կարող էր թույլ տալ Հայաստանից արտահանվող էլեկտրաէներգիան դեպի Իրան եռապատկել հասնելով մինչև 1200 մեգավատ։ Եթե Վրաստանն է մեր նպատակ, ապա պետք չի մենք Ադրբեջանի տարածքով դուրս գանք Վրաստանի էլեկտրաէներգետիկ համակարգ։ Տարիներ առաջ, դեռևս 2019 թվականին պետք է մեկնարկած լիներ Հայաստան-Վրաստան նոր էլեկտրաէներգետիկ օդային ուրեմն բարձրավոլտ գծի կառուցման աշխատանքները, որը փաստացի ձախողվեցին, այսօր հերթական անգամ կառավարությունը փորձում է միջազգային տենդեր հայտարարել։ Հասկանում եք, այսինքն մենք ունենք իրական հնարավորություններ դեպի հարևան երկրներ էլեկտրաէներգիա արտահանելու, համակարգերը իրապես սինխրոնիզացնելու ի օգուտ մեզ, որովհետև թե Իրանում, հատկապես Հյուսիսային նահանգներում, թե Վրաստանում առկա է էլեկտրաէներգիայի բավականին մեծ պակասորդ։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա այդ պակասորտը այնտեղ գրեթե բացակայում է, կամ մենք տեսնում ենք, թե ինչպես է հաղթահարվում, ըստ այդմ, հաշվի առնելով նաև մեր միջուկային էներգետիկայի շուրջ ընթացող շատ բարդ զարգացումները եւ այն, որ Հայաստանի գործող իշխանությունները էներգետիկ համակարգի զարգացման այդ քաղաքականության կենտրոնում դրել են արևային կամ վերականգնող էներգետիկան։ Տեսակ սիրելի հայրենակիցներ, սա չի ասում Արտուր Ֆարմանյանը, սա չի ասում կոմունիստական կուսակցության ղեկավարը, սա ասում է մասնագետ, երիտասարդ մասնագետը, որը որ հասկանում է, թե ինչի կբերի այս ամենը։ Դրանով ես ուզում եմ խնդրեմ ձեզ, սիրելի հայրենակիցներ ջան, հայազգ ջան, ձեր ցավը տանեմ ես։ Մի տրվեք պրովոկացիաների, սրանց լոլոների մի հավատացեք, դուք արդեն ես գիտեմ, բոլորդ արթնացել եք եւ լավ եք հասկանում, ով է անկեղծ, ով անկեղծ չի, ով է ստում, ով չի ստում։ Խնդրում եմ ձեզ, մեկ անգամ եւս խնդրում եմ ձեզ, պատրաստվեք հոգով, սրտով, մարմնով, ամեն ինչով պատրաստվեք ընտրությունների։ Ձեր ընտրությունն է որոշելու Հայաստանի լինել եւ չլինելը։ Դուք եք որոշելու այդ ամենը։ Արտուր Ֆարմանյանը պուճուրիկ մասնիկ է ձեզանից, ես ամեն ինչ չեմ կարող անեմ ինքս և ոչ հնարավորությունը ունեմ, ոչ է ուժն ունեմ, ես մտածում եմ բոլորիս մասին, ես իմ աշխատանքով ուզում եմ ձեզ յուրաքանչյուրիդ հասցնեմ, դուք ինձանից միգուցե շատ եք հասկանում ամեն ինչը, բայց ասենք ինչը որ կատարվում է խալուտակ, ոչ բոլորին են հասանելի, դրա համար ես իմ աշխատանքով ուզում եմ այս ամենը հասանելի լինի ձեր յուրաքանչյուրիդ, որպեսզի մեր երեխաները, մեր թոռները, մեր ապագա սերունդը չկարողանան մեզ մեղադրելու մեր անգործության մեջ, դրա համար պատրաստվեք, գնացեք, ընտրեք այն մարդուն, այն ուժին, որին թելադրում է ձեր ոգին և ձեր սիրտը, ես չեմ ասում ընտրեք մեզ, մեկ անգամ եւս կրկնում եմ, չեմ ասում ընտրեք մեզ, բայց ընտրեք, գնացեք եւ դուք եղեք պատասխանատուն ապագայի ձեր երեխաների եւ թոռնիկների։ Այսքանն է ուզում այսօր ասեի, կեցե Հայաստանից Հանրապետությունը, կեցե հայ ազգս, կեցե հայկական սփյուռքս, կեցե ջավախկահայությունս, կեցե արցախահայությունս, կեցե հայկական Արցախը, կեցեն մեր ավագ եղբայրերը եւ քույրերը, տատիկ եւ պապիկները, առողջություն իրենց, կեցե հայոց Սուրբ Առաքելական եկեղեցին, հույսով եմ կհանդիպենք, պինդ եղեք, ամուր եղեք, Աստված բոլորիս պահապան, ցտեսություն։